Նախընտրական պայքարը շարունակում է թեժանալ, իսկ քաղաքական մեղադրանքները ավելի կոշտ դառնալ։ Այս անգամ իրավապահների ուշադրության կենտրոնում է Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համարը՝ Անդրանիկ Թևանյանը։ Վաղ առավոտից Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ներխուժել են Թևանյանի գլխավորած Մայր Հայաստան կուսակցության գրասենյակ։ Facebook-յան իր էջում ահազանգ է հնչեցրել կուսակցության անդամ Արեգ Նազմանուկյանը։ Նա տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են դիմակավորված անձինք շրջում գրասենյակում։ Ծանուցագիրը ներկայացրեք։ Ծանուցագիրը ներկայացրեք։ Ծանուցագիրը ներկայացրեք, ես կանջատեմ։ Ծանուցագիրը ներկայացրեք, քննչական գործողությունը սկսեք, ես կանջատեմ։ Ծանուցագիրը ներկայացրեք, խնդրում եմ։ Ես այստեղ Ժամեր առաջ քննչական կոմիտեն հայտարարել է, որ նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով։ Կոմիտեի տվյալներով Թևանյանը պատգամավոր եղած ժամանակ օտարերկրյա կառույցներին իբր փոխանցել է ազգային ժողովի գաղտնի նիստի վերաբերյալ տեղեկություններ, դրա դիմաց ստանալով ավելի քան $600,000։ Անդրանիկ Թևանյանը կտրականապես հերքում է մեղադրանքները։ Նա տեսաուղերձով հայտարարել է, որ կատարվողը քաղաքական հետապնդում է։ Թևանյանի խոսքով մեղադրանքն անգամ տրամաբանորեն անհնար է, քանի որ այն ժամանակահատվածում, որի մասին խոսում է քննչական կոմիտեն, ինքը պատգամավոր չի եղել։ Ես 21 թվականին ընտրվել եմ պատգամավոր ազգային ժողովի ընտրությունների արդյունքում, բայց ուշադրություն 2023 թվականին վայր եմ դրել ազգային ժողովի մանդատը և դրանից հետո մասնակցել եմ Երևանի ավականու ընտրություններին որպես ոչ պատգամավոր արդեն, իսկ այստեղ գրված է, որ 24 թվականի լսումներին, փաստորեն փակ գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի վերաբերյալ տեղեկություն եմ հաղորդել, այսինքն ես ֆիզիկապես չէի կարող մասնակցել 24 թվականի լսումներին, հետևաբար մնացած թեմաները անհեթեթություն են, որ գումարային եւ այլ թեմաների հետ կապված։ Մի խոսքով Նիկոլ Փաշինյանը ինքը, քանի որ պետական դավաճանությամբ է զբաղված, փորձում է ինձ ներքաշել այնպիսի մի process-ի մեջ, որի արդյունքում ինքը ամենաբարձրն է գոռալու, որ բռնեք պետական դավաճանին։ Մի խոսքով անհեթեթությունը շարունակվում է, իսկ քննչական կոմիտեին խորհուրդ կտայի ուղղակի այդ ապօրինի հանձնարարականները չկատարել,